Կորաշկն ամեն օր ուղերձների շարք, երբ ներսը դատարկ է ու կյանքդ անիմաստ։ Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է Աստվածաշնչի օրհնությունները քո կյանքում անվանումը։ Այն նվիրված է YouVersion աստվածաշնչյան հավելվածի Bible.com 1 միլիարդ բաժանորդի սահմանագծի հատման աննախադեպ իրադարձությանը։ Սիրելի՛ բարեկամ, մարդու կյանքում լինում են ժամանակաշրջաններ, երբ նրա ներսն ասես դատարկ լինի, իսկ կյանքի գույները խամրած։ Նման իրավիճակներում ամեն բան կորցնում է իր իմաստը։ Այն, ինչ մի ժամանակ ուրախության աղբյուր էր, դադարում է ուրախություն պատճառելուց։ Մարդը կորցնում է իր խաղաղությունը և պատվում տրտմության մի անհասկանալի շղարշով։ Նման ապրումները կարող են լինել հոգնածության կամ միապաղաղության պատճառով, մեծ կորուստներից ու կյանքի հարվածներից հետո կամ տարիքի ու չիրականացած ակնկալիքների արդյունքում։ Սակայն ինչպիսին էլ լինի հուսահատության ու տրտմության ալիքի պատճառը, դրանից ազատվելու դեղամիջոցը մեկն է՝ Աստծու Խոսքի ճշմարտությունների բերած բժշկությունը։ «Որդյակի՛մ, ուշադիր եղիր իմ խոսքերին և ականջ դիր իմ ասածներին։ Թող նրանք չհեռանան քո աչքերի առջևից, դրանք քո սրտի մեջ պահի՛ր, որովհետև նրանք կյանք են դրանք գտնողների համար և բժշկություն նրանց ամբողջ մարմնին» (Առակաց 4․26)։ Աստվածաշունչ ընթերցելը դեռ բավարար չէ։ Այն պետք է ընթերցել ուշադիր և կանոնավոր կերպով։ Ինչպես հիվանդ մարդը դեղահաբերն է ընդունում զգուշությամբ, ուշադիր և կանոնավոր կերպով, այդպիսին էլ պետք է լինի մեր վերաբերմունքը Աստծու Խոսքի փոխանցած ճշմարտությունների հանդեպ։ Մենք պետք է դասեր ու հայտնություններ փնտրենք Աստվածաշնչի ընթերցանության ժամանակ, և երբ որևէ դաս ենք քաղում աստվածաշնչյան պատմություններից կամ Սուրբ Հոգին որևէ ճշմարտություն է լուսավորում ու կենդանացնում մեզ համար, մենք դրանք պետք է պահենք մեր սրտերում։ Նման ճշմարտությունները կյանք ու բժշկություն են դրանք գտնողների համար։ Հեսու 1․8 կարդում ենք. «Այս օրենքի գիրքը թող չհեռանա քո շուրթերից, այլ գիշեր-ցերեկ դրա մասին մտածիր, որպեսզի պահես ու կատարես ամենը, ինչ որ գրված է դրա մեջ։ Այն ժամանակ ճանապարհը դու հաջող կդարձնես, և այն ժամանակ հաջողություն կունենաս» Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, ցանկացած ընկճվածություն, հուսահատություն ու իմաստի կորուստ իր բժշկությունն է ստանում Աստծու Խոսքի լուսավորող ու ազատագրող ազդեցության ներքո։ Աստծու Խոսքի մեջ է, որ մենք հասկանում ենք Տեր Աստծու անսահման խորը սերը մեր հանդեպ։ Աստծու Խոսքի շնորհիվ է, որ մենք գիտակցում ենք մեղքի մահաբեր ազդեցությունը և դրանից ազատվելու ու մեղքերի ներում ընդունելու կերպը։ Աստծու Խոսքն է, որ խոսում է կյանքի իմաստի և ջախջախված ու փշրված կյանքերի վերականգնման հնարավորության մասին։ Աստծու Խոսքի մեջ տեղ գտած խոստումների շնորհիվ է, որ մենք սովորում ենք վստահել Աստծուն և ընդունել Նրա պարգևած խաղաղությունը։ Եսայիա 26:3 «Հաստատուն միտք ունեցողին դու պահում ես կատարյալ խաղաղության մեջ, քանզի քեզ է հուսացել» Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ Սիրով և աղոթքով՝ Արման Մանուկյան։